ԿՊ-ն իր պարտությունը արդարացնելու համար ասում է առուծախի մեջ է ընդդիմությունը, խաբել են ընտրողին։ Դուք իրոք չեք հասկանում կատարվածը։ Առուծախ կլիներ, երբ ընդդիմադիրը միանար իշխանականին, ինչպես եղավ օրինակ Երևանում, երբ ընդդիմադիր ներկայացողները ԿՊ-ին օգնեցին վերցնել իշխանությունը։ Գյումրիում տեղի ունեցավ հետևյալը. ընդդիմությունը հատվածական մասնակցեց եւ հաղթեց իշխանությանը։ 36% տարել է իշխանությունը, 50%-ից ավելի տարել է ընդդիմությունը։ Ավաքանի մտած 5 ուժից 4 ընդդիմադիր է, չեզոք չէ, իշխանամետ չէ, ընդդիմադիր է, արմատական տրամադրված։ Այո, մեծ դեր է ունեցել ամեն հաղթող թիմի թեկնածուի անձնական հեղինակությունը, բայց բոլորը հակաիշխանական են։ Եթե ընտրվեր մեկ ընդդիմադիր թեկնածու, կասեինք ամեն դեպքում ընդդիմությունը վստահություն չունի, բայց բոլորն են ընդդիմադիր։ Եթե Գյումրու ավաքանի անցներ 10 քաղաքական ուժ, ուրեմն 9 լինելու էր ընդդիմադիր։ ԿՊ-ն Գյումրու քարոզարշավին չի ասել մեզ ձայն տվեք, որովհետև այսինչ բանն են կարել։ Ասել է մի ընտրեք Վարդան Ղուկասյանին, որովհետև նրա հետևում Քոչարյանն է։ Ուշադրություն դարձրեք։ Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարել որևէ մեկին աջակցելու մասին։ ԿՊ-ն ասել է մի ընտրեք Վարդան Ղուկասյանին, որովհետև եթե նրան ընտրեք, Քոչարյանը հետ կգա։ Ու ժողովուրդը ընդդիմադիրներից ամենաշատը հենց Վարդան Ղուկասյանին է ձայն տվել։